Հեշտ է այսօր ապրել Հայաստանում, գնաճի, տնտեսական դժվարությունների և վերջին ամիսներին մեր երկրի առջև ծառացած ամենատարբեր սահմանափակումների պայմաններում, որ սոցիալ-տնտեսական խնդիրներն են ամենաշատը մտահոգում քաղաքացիներին, ինչ լուծումներ են նրանք առաջարկում, որպեսզի այդ խնդիրներն ավելի չխորանան, այս և այլ հարցերի պատասխանները Եվրամեդիա 24-ի հարցախույզում։ Ես կարծում եմ, եթե յուրաքանչյուրը շաբաթական 5 օր առավոտին 9-ից մինչև երեկոյան 6 աշխատի, այո, հրաշալի է մեզ մոտ։ Գնաճի մասով ինչ խնդիր։ Դե հենց հիմա կարծես դեպի լավն են գնում գնաճի վերաբերյալ, որովհետև աճ ոնց որ չեմ տեսնում, հակառակը։ Հիմա դեպի թեթևա գնում մեր կյանքը։ Դա ինչի հետ է կապված, տեսեք Ռուսաստանի կողմից կան սահմանափակումներ, այդ մասով ինչ կարծիք ունեք, ուրեմն ժողովուրդը այս մասով ուժում է, մանավանդ գործարարներն ինչ կասեք այս մասով։ Ճիշտ ասած, ես որ գործարար չեմ կարող այդ մասով պատասխանել, բայց որպես հասարակ ժողովուրդ իհարկե ինձ համար շատ ավելի հարմար է, որ մեզ մոտ շատ ավելի շատ է հիմա բանջարեղենը, չգիտեմ, մնացած այն մթերքը, որը որ ամենուր է պետք, ամենուր ուղղակի, դա շատ ավելի հիմա ձեռնատու է ապրուստի առումով։ Սահմանափակումների տակ են հայկական մի շարք գյուղմթերքներ, ծաղիկները եւ այլն։ Այս մասով ինչ քայլեր պիտի ձեռնարկի իշխանությունները, որպեսզի ձեռնարկում են, ոսոր եվրոպաները թողում են արդեն։ Բայց արդյոք դա շարունակական կլինի։ Ինչ իմանամ։ Կարող է, եթե որակով մթերք արտադրենք, համապատասխան իրանց նորմաներին, երևի շարունակական կլինի։ Կենցաղային խնդիրներ կա, ամեն ինչ թանկ է հիմա, բայց տեսնում եմ մարդիկ հիմա ապրում են, ված չեն ապրում։ Այ գնաճի հետ կապված ինչ կասեք, որովհետև ամենատարբեր հարցումներն էլ վկայում են, որ այո, Հայաստանում շարունակում է գնաճ տեղի ունենալ։ Արդյոք աշխատավարձը հավասարազոր է այն գնաճի, որը տեղի ունենում մեր երկրում։ Չէ, իհարկե ոչ։ Օրինակ արտասահմանում գնաճի ժամանակ պետությունը փոխհատուցում է գնաճի ժամանակ։ Ստեղ չեմ նկատում, որ դա կատարվում է։ Ինչ զսպող մեխանիզմներ պիտի առաջարկի, ուրեմն պիտի գործածի կառավարությունը, որ ժողովուրդը մի փոքր արդեն լավ ապրի։ Պետք է աշխատանքների տեղ բացեն, աշխատեն առանց հարկ չվճարելու չի լինի, որ պետությունը հարուստ լինի, որ վճարի բոլորին։ Տեսեք, ասում են Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել Հայաստանի մի շարք գյուղմթերքների մասով, այս մասով ինչ կասեք։ Ճնշում ենք գործում Հայաստանի վրա, որպեսզի մենք Ինչի հետևանքներ։ Հիմա երկու կողմից է սխալ քաղաքականության հետևանքը։ Եվ Հայաստանի եւ Ռուսաստանի, հա։ Պետք է հմուտ դիվանագիտություն լինի, որպեսզի այդ հարցերը լուծվի։ Չհասցնենք այն կետին, որ այդ սահմանափակումները լինեն։ Ուրիշ էլ ինչ խնդիրների առաջ է կանգնած այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որովհետև նշվում է, որ հնարավոր է 300,000 ադրբեջանցիներ գան եւ բնակեցվեն Հայաստանի Հանրապետությունում։ Դե հիմա ես կարամ ասեմ, որ Ադրբեջանը ամբողջ օրը այդ թեմայով են խոսում իրենք։ Դուք պատրաստ եք ադրբեջանցիների հետ ապրել մի երկրում։ Ես բան չեմ, ռասիստ չեմ, բայց ես գիտեմ, որ իրենք որ եկան ժամանակի ընթացքում մեր Հայաստանը չի լինի։ Այդ 100% գիտեմ։ Հաշտ եք այդ իրականության հետ։ Ես չէի ուզում, որովհետև ժամանակին 450,000 հայ էլ այնտեղ են ապրել։ Եթե նրանք պահանջում են, նրանք էլ պետք է պահանջեն, որ ոնց որ ոչ իրանք գան, ոչ մենք գնանք։ Այդ պահանջած իրականությունը տեսնում եք, որովհետև ժխտվում է ցեղասպանությունը, Արցախի Չէ, ոչ Արցախը պետք է չմոռանանք, ոչ էլ ցեղասպանությունը մոռանանք։ Սա պարզապես Ռուսաստանը իր վրեժն է ուզում անի մոռանի Փաշինյանից, քանի որ ժողովրդավար ղեկավար ունենք։ Նա դա չի սիրում։ Փաշինյանը իրեն չի ենթարկում, կամաց մենք երբ ենք Եվրոսոյեզ, դրանորի կոզված տնտեսությունը քայքայ, բայց չի ստացվելու։ Իսկ գնաճի մասով ինչ կասեք։ Ինչի։ Գնաճի մասով ինչ կասեք։ Բնականաբար եթե մի քիչ տարբերություն կա մթերքների եւ այլն, կարող բնական պրոցեսը, որը հաղթահարելի է։ Այո, լրիվ ամեն նույնիսկ գազի կտրելու պայմաններում Հայաստանը կապրի, Հայաստանը կբարգավաճի։ Ամեն ինչ լավ է։ Հնարավոր է Հայաստանում ապրել այս աշխատավարձներով, ինչ տնտեսական խնդիրների առաջ է կանգնած այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Կարողանում եմ ապրեմ։ Իմ աշխատանքով ոչինչ, հեշտ է։ Մեր Հայաստանն է, ուրիշ բան չի, մեր երկիրն է, ուր գնանք։
Որտեղ լավ տեղ կա։ Չկա, մեր Հայաստանից լավ տեղ չկա։ Համապատասխան աշխատավարձ չեն ստանում, էլի։ Համեմատած գներին ընդհանուր։ Թոշակս ստանում եմ, աշխատում եմ, ինձ հերիքում է։ Այն 10,000 դրամ թոշակը, որ ավելացրել են, ինչ որ ձևով ձեր կյանքը բարելավվել է։ Ոչինչ։ Իսկ ինչ կասեք այն ժողովրդի մասին, որոնք ասում են դե հա կգան ադրբեջանցիները իրենց հետ կապրենք, ոնց որ ապրել են։ Չեն պատկերացնում։ Փորձի պակասից է։ Դե մենք հայերս խաղաղասեր ենք, շուտ խաբվող ենք։ Ես ասեմ, միշտ խաբել են մեզ։ Եվ մենք էլի խաբվում ենք։ Գիտենք ամեն փայլուն բանը ոսկի չի։ Դա սուտ է։ Նրանք ուրիշ նպատակով են գալիս տեղ։ Մենք ուրիշ ձևի ենք մտածում։ Ինչ նպատակով ցեղասպանություն եւս մեկ անգամ։ Դե ցեղասպանություն ես չեմ կարող պնդեմ, որ գալիս են, բայց ժամանակ իրենք շատ են բազմանում։ Կգնանք բազմանան, որ մենք էլ հայերը ստեղ ապրելու իրանք չեն ունենա։ Դա 100% է։ Մենք մեկ-երկու զավակ ենք ունենում Հայաստանում կամ հայեր ընդհանրապես։ Իրենք 10 հատ են ունենում։ 30-40 տարի առաջ 4 միլիոն են, հիմա 10 միլիոն են։ Մենք իսկ կայինք 3.5 միլիոն, հիմա 2.5, չգիտեմ ինչքան է։ Մենք մեր ազգային իղձերը պետք է չմոռանանք երբեք։ Առաջինը եկեղեցին, մեր պետականությունը պաշտպանենք։ Դա եւ հմուտ դիվանագիտություն ունենանք։ Ունի այսօր Հայաստանի Հանրապետությունը հմուտ դիվանագիտություն, որ կկարողանա թուրքերի եւ ադրբեջանցիների հետ այսպես ճիշտ վարի այդ քաղաքականությունը եւ հասնի իր ցանկություններին։ Ես Թուրքիային եւ ադրբեջանցիներին չեմ վստահում։ Մնացածը չեմ կարող ասել։ Իսկ այն խաղաղությունը, որի մասով խոսվում է, ասում է խաղաղություն է տիրում, դա խաղաղություն է թե ժամանակավոր հրադադար ըսես։ Ես չեմ հավատում իրենց, էլի կրկնում եմ։ Ուզում եմ 5 անգամ ստորագրենք։ Ես չեմ հավատում ոչ թուրքերին, ոչ ադրբեջանցիներին։ Չեմ հավատում։ Թե ինչպես կներկայացնեն, ինչ կասեն, չեմ կարող ասել։ Բայց չեմ հավատում իրենց, սուտ է։ Ես որ նայում եմ նույնիսկ սննդի կետերում, այդ հանգստյան վայրերում տեղ չկա, նախապես ենք տեղը պատկերում, նշանակման շատ հեշտ է։ Եզուր մարդիկ բողոքում են։ Նայած ում համար, ով աշխատանք ունի հանգիստ ապրում է, ով չէ։ Իսկ ձեզ համար որպես թոշակառու։ Ես համ աշխատում եմ, համ թոշակ եմ ստանում, ինձ հերիքում է։ Այնքան ծանրաբեռնված չեմ, որ։ Այս գնային քաղաքականությունը, որ տարվում է, ընդհանրապես նորմալ է, ոնց է գնահատում։ Ինձ համար նորմալ է, ուրիշ ոչի բանով ես չեմ։ Ցանկություններ չեք նկատում։ Չէ։ Նորմալ է։ Ասենք Փաշինյանը իր թմով անում է ամեն ինչ, որպեսզի մենք դեպի լավ, դեպի դրական, ասենք ավելի հեշտացնում է մեր կյանքը։ Չեմ կարծում, որ այդ առումով մենք պիտի խնդիր ունենանք, հակառակը։ Չեմ կարող հասկանալ բոլոր պլյուսերը եւ մինուսները, բայց վստահ եմ դեպի լավը գնալու։ Բայց գործարարներն ասում են, որ երբ որ ռուսական շուկան փակվել է մեզ համար, դա լրջագույն խնդիր է առաջացրել հենց նրանց մասով։ Գիտեք, դժվար է ինձ համար հասարակ մարդուն պատասխանել, բայց ես գտնում եմ այնքան ուղիներ կան, Ռուսաստանը չի, ուրիշ երկրներ են։ Մի քիչ ավելի լայն արձակ, որ գործեն, կարծում դա էլ խնդիր եվրոպական շուկաներում հայկական բերք բարիք ուրեմն իր տեղն ու դիրքը կգտնի էս։ Այո, հա, վստահ եմ։ Մենք արդար ենք աշխատում որակյալ, ինչու՞ չէ։ Մենք անպայման կգտնենք մեր տեղը եւ հպարտորեն մեր անունը մինչև վերջ կպահենք։